Ինչպես է պատահում, որ հզոր կայսրությունները անհետանում են, իսկ պետականությունը կորցրած փոքրիկ ազգը հաղթահարում հազարամյակներ։ Գաղտնիքը թաքնված է ոչ թե զենքի, այլ մեկ հանճարեղ հոգեբանական կոդի մեջ։ 5-րդ դարում, երբ հայ ժողովուրդը կանգնած էր վերջնական կործանման և ձուլման եզրին, Մովսես Խորենացին գործարկեց գոյապահպանման բացառիկ մեխանիզմ։ Երբ ֆիզիկական պայքարն անհնար էր, նա ստեղծեց նոր գաղափարախոսություն՝ արարատիզմը։ Առաջին վավերագրական փաստն այն է, որ նա ազգայնացրեց համաշխարհային ջրհեղեղի բիբլիական առասպելը, ապացուցելով, որ հենց Արարատի վրա հանգրվանած Նոյն է մարդկությանը վերածնունդ տվել մեր լեռնաշխարհում։ Երկրորդ հանճարեղ քայլով նա բաբելոնյան աշտարակաշինության տիեզերական քաոսը վերածեց ազգային ավանդավեպի։ Ըստ դրա, արի և ազատատենչ Հայկը տապալեց բռնակալ բելին, հաստատելով անկախություն։ Այսպիսով, պատմահայրը ստեղծեց մեր ազգի ծննդյան վկայականը, կորսված բանակը փոխարինելով հարատևության հոգևոր վահանով և հայերին դասելով աշխարհի ընտրյալների շարքում։ Ազգի իրական զորությունը երբեք չի չափվել սրերի քանակով։ Աստվածային արմատներից սնվող հոգևոր ինքնությունը անխոցելի է։ Մարմինը և պետությունը կարող են ժամանակավորապես պարտվել, բայց սեփական արարչական ծագման խորը գիտակցումը ազգը դարձնում է հավերժական։ Արդյոք մենք այսօր հիշում ենք մեր հերոսական ծագումը, թե կրկին կանգնած ենք նույն անդունդի եզրին։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում։